Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Զորավոր իր խոսքի շնորհիվ։ Երբ Աստված որևէ խոսք է ուղարկում, անհնար է, որ այն չունենա որևէ նպատակ կամ ազդեցություն։ Սրա մասին Եսայիա մարգարեն մեզ հետևյալն է փոխանցում. «Այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։ Եսայիայի մարգարեություն 55:11 խոսք։ Սիրելի՛ բարեկամ, մի պահ փորձիր պատկերացնել Աստծու ձայնը։ Այդ ձայնը տիեզերքն է արարել։ Աստծու շուրթերից դուրս եկած խոսքերը մեծ զորություն ունեն իրենց մեջ, քանի որ, ինչպես Հովհաննես առաքյալն է գրում, սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր (Հովհաննես 1:1 ) Երբ Աստված խոսում է, մարդը ոչ միայն լսում է այն, այլև տեսնում է, քանի որ Նա անում է այն ամենը, ինչ ասում է։ Նրա խոսքը արարում է կյանք և բերում օրհնություններ (տե՛ս Բ Օրինաց 28:2 և 15 խոսքերը)։ Նրա շուրթերից դուրս եկած յուրաքանչյուր խոսք անկասկած իրականություն է դառնալու։ Այն, ինչ Աստված ասում է, իրագործում է առանց ձախողումների։ Նրա ասած յուրաքանչյուր խոսք ճշմարտություն է։ Նա մարդ չէ, որ ստի, որ ասի ու չանի (տե՛ս Թվոց 23:19 խոսքը)։ Աստված մեզ Իր Խոսքն է պարգևել, որը կենդանի է և զորավոր։ Այն ավելի զորեղ է, քան երկսայրի սուրը, ինչպես գրված է Եբրայեցիս 4:12 խոսքում։ Սակայն, որպեսզի այն քո կյանքում իր գործն անի, Աստված պատվիրում է ոչ միայն հիանալ Իր Խոսքով, այլև մտորել ու խորհրդածել դրա շուրջ։ Այդ դեպքում այն կնիկ կդառնա, որ դրված է քո սրտի վրա։ Սուրբ Հոգին կառաջնորդի քո կյանքը, եթե հաճախակի որոշումներ կայացնես ասելով «գրված է» խոսքերը։ Այո՛, երբ մենք երկընտրանքի առջև ենք կամ անցնում ենք դժվարին ժամանակներով, պետք է հիմնվենք Աստծու ճշմարիտ ու անսխալական Խոսքի վրա։ Այն զորավոր է։ Աստծու Խոսքը մի զորավոր հոգևոր զենք է (տե՛ս Բ Կորնթացիս 10:4 խոսքը)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով. «Ամենակարող Տե՛ր, շնորհակալ եմ Քո կենդանի Խոսքի համար, որը երկսայրի սրից ավելի զորեղ է։ Շնորհակալ եմ, որ այսօր հիշեցրիր, որ ինձ՝ Քո զավակին, արտոնություն ես պարգևել կիրառելու այն իմ կյանքում։ Շնորհակալ եմ Քո Խոսքի միջոցով ինձ հավատք փոխանցելու և դրան հնազանդվելու պարագայում ինձ իշխանությամբ օժտելու համար։ Շնորհակալ եմ և աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։